Բարև ձեզ, այսօրվա իմ հյուրն է երգչուհի Էմին, խոսեցինք իմիգրացիայից և իրեն հանդիպած բարդություններից, մնացեք մեզ հետ։ Ինձ թվում է այսօրվա իմ հյուրին շատ ներկայացնելու կարիք չկա, մեր շատ սիրելի Էմի։ Ողջույն Էմի ջան, շնորհակալ եմ, որ հյուրընկալեցիր իմ ոդքասթը։ Այսօր մենք կխոսենք մի քիչ իմիգրացիայից, եթե դեմ չես քո իմիգրացիոն պատմությունից, մի քիչ քո կյանքից ԱՄՆ-ում եւ ինչու՞ չէ, մասնագիտական քո առաջխաղացումներից եւ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ ինձ հիշեցիք։ Ինձ թվում է իմ պատմությունը մի քիչ այլ կլինի, որովհետեւ իմ կյանքում Միացյալ Նահանգներ գալու հետ կապված ամեն ինչ շատ այլ կերպ է եղել, կպատմեմ, եթե հետաքրքիր է, բնականաբար։ Բնականաբար հետաքրքիր է եւ քան որ մեր law firm-ը Imperator ավելի հիմնական ուղղվածություն ունի, որ immigration-ն է եւ մեր հյուրերի հետ փորձում ենք բացահայտել իրենց իմիգրացիոն դժվարությունները, որpիսի Հայաստանում գտնվող անձին կամ ովքեր արդեն իսկ այստեղ են, շատ չհուսահատվեն եւ հասկանան, որ ամեն ելքից, ամեն սիտուացիայից ելք կա։ Այո։ Եվ երևի թե հենց սկսենք այն հարցից, որ դու գրեթե 12 տարի է ամեն դեպքում մշտական բնակություն ես հաստատել ԱՄՆ-ում, սակայն Հայաստան գնում ես, գալիս ես, բայց երբանից սկսվեց քո կապը ԱՄՆ-ի հետ։ Շատ էի գալիս գնում, բայց եղավ մի անգամ, երբ որոշեցինք ձայնագրել երգ տեսահոլովակ, բայց ես օրենք խախտել չեմ սիրում, վախենում եմ, ավելի ճիշտ վախկոտ մարդ եմ այդպիսի հարցերում, եւ ուզում էի հասկանալ ինչպես կարելի անել, որպեսզի օրինակ իմ վիզայի մուտքը անժամանակ հիշում եք white այն ժամանակ ժամանակավոր էր, այո, 14 օր 21 օր եւ իհարկե չէի ուզում խախտում անել, ուղղակի խնդրեցի, որպեսզի ինձ ծանոթացնեն ինչ որ մի իրավաբանի հետ, ով որ ինձ կտա ուղղակի խորհուրդ ինչ անեմ, որպեսզի օրենք չխախտեմ, որովհետեւ աշխատանքները երկի սկսված էին, թիմը պատրաստ էր եւ նկարահանումը լինում էր 2 օր հետո պետքա մեկնեի Հայաստան։ Ծանոթացա շատ հանկարծակի մի կնոջ հետ, նստեցինք, ինքը ինձ չէր ճանաչում, ես իր մասին ընդհանրապես ոչինչ չգիտեի, հետո եմ հասկացել, թե ինչքան ուժեղ լոյերի մոտ եմ գնացել հանդիպման այն ժամանակ, եւ ասեց, գիտես ինչ, Էմի ջան, այս շատ լավ է ամեն ինչ, բայց ես ավելի շուտ քեզ կարող եմ green card-ի դիմել եւ ստանալ քո green card-ը, քան որևէ մեկը իմ ներողություն խնդրելով նամակը, որ դու ուշանալու ես 2 օր, immigration-ում կկարդա։ Սկզբից չհավատացի, որովհետեւ ինձ համար մի քիչ անհավանակ երբևիցե առնչություն չեմ ունեցել նման թեմաների հետ կապված եւ ասեցի լավ, փորձում եմ։ Այդ կնոջ անունը, որը մինչ այսօր դարձել է իմ ընկերը եւ իմ շնորհակալությունները երբեք չեն դադարի իր հասցեին, դա Մարգարիտան է, Մարգարիտա Մկրտչյանը, այն ժամանակ իր աղջիկը Անին դեռ նոր էր սովորում, Անին եւ իրենց օֆիսի աշխատող Մերին միասին ամբողջ օր ու գիշեր փաթեթ էին հավաքում, փաթեթներ էին հավաքում։ Ես ձեզ ասեմ, իրավաբանի համար շատ կարեւոր է քեյսի մարդու ունեցած բազան։ Իմ դեպքում եւ Մարգարիտայի բախտներ բերել բնականաբար եւ իմ բախտներ բերել, որովհետեւ ինքը հզոր իրավաբան եւ ես ունեի հզոր քեյս։ Ես ամբողջ կյանքս մրցույթների եմ մասնակցել, exhibit list-ի մեջ ինչա պահանջվում, մրցույթներ, ժյուրի, ուսում, նամակ այս կողմից, որ ցանկություն կա եւ քանի որ այդ պահին արդեն նկարահանվում էի, այդ մեծ ընկերությունը, ով նկարահանել են տեսալողակներ, չգիտեմ, այն ժամանակ Թուփակին, տարբեր ինչ որ հայտնի մարդկանց ինձ նամակներ տվեցին նաեւ։ Բնականաբար եւ նամակներ այլ հայտնիներից ունեն ինձ հետ այստեղ հետագայում շարունակել աշխատանքները։ Երևանից մամաս երևի 1 շաբաթվա մեջ ուղարկեց, երևի չափազանց 3 մեծ տուփ, ящик մեծ բաքսերով դոկումենտներ։ Այդտեղ այն ժամանակ email-ներով բանով այդ ուղարկվածը, չգիտեմ հիմա կարևոր է դա թե չէ, բայց այն ժամանակ օրիգինալներն էինք բերում, կոպիա էինք անում։ Ինչու, որովհետև պետքա լավ պատճեն ապահովել այստեղ, եւ եթե անգամ վատ պատճե, միայն այդ հիմքով կարող է մերժման հիմք չասեմ, բայց հետ ուղարկելու հիմք հանդիսանա, որ հստակ մարդիկ պատկերացում կազմեն։ Միայն ծանր կուբիկներս էր, որ չէինք տեղափոխել, դրանք նկարել էին, տակը գրված ամեն ինչը, որ թվականին ինչի համար ստացված եւ այլն եւ այլն։ Այդ 3
մեծ տուփով դոկումենտները ամբողջությամբ պատմում էին իմ ամբողջ կյանքի եւ վերջին մի քանի ամսվա ակտիվության մասին։ Ես 20 օր հետո ունեի green card։ Որ մարդիկ տարիներ են, չէ՞, սպասում։ Ես ունեի green card եւ ես չէի հասկանում ինչ approval-ը ունեի, կարող եմ ասել, ավելի որ ճիշտ ստացվի։ Ես մեկնեցի Երևան, որպեսզի շարունակեմ իմ գործունեությունը, իմ արդեն approve եղած դոկումենտներով եւ մի քանի ամիս չանցած իմ green card-ը եկավ այստեղ եւ ինձ ուղարկեցին Երևան։ Դրանից հետո ավելի է դժվարանում, որովհետև ես ակտիվ արտիստ էի, շրջագայում էի, համերգներ, ձայնագրություններ, նկարանումներ, բայց երբ ունես green card, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պետք է շատ ժամանակ արդեն անցկացնես Միացյալ Նահանգներում, որպեսզի չասեն ինչի դեր պետք green card-ը, եթե այստեղ չես ապրում, եւ սկսեցի ավելի շուտ գնալ գալ, բայց ամեն 6 ամիսը մեկ գալիս գնում էի, անցավ մի քանի տարի եկավ մի պահ, երբ ինձ այրապորտում կանգնացրեցին, ասեցին. լավ, դու գալիս ես, մի շաբաթ մնում ես, 2 շաբաթ մնում ես Միացյալ Նահանգներում, գնում ես։ Ես իհարկե մի քիչ խոսալու խնդիր չունեմ, կարողանում եմ խոսել եւ համոզել։ Իմ բախտը բերեց այդ ժամանակ, որովհետեւ ասի գիտեք ինչ, իմ case-ը extraordinary case է, ես արտիստ եմ։ Ես չեմ կարող նստել մի տեղ։ Ես գալիս եմ, ձայնագրվում եմ, նկարահանումներս անում եմ, գնում եմ շրջագայում եմ։ Այդ պահին դա ես տենց ասեցի, անցավ գնաց, բայց հետո երբ այո։ Բայց որովհետեւ վիզաներս ես այդ ընթացքում 3 հատ паспорт եմ փոխել վիզաների պատճառով։ Բայց երբ վերադարձա այդ անգամ Երևան, մեր հարևանը տան դեսպանատան աշխատող էր։ Մի օր խնդրեցի, որպեսզի 2 րոպե իր ժամանակից ծախսեմ։ Ասեցի, ինձ այսպիսի բան են ասել։ Չգիտեմ, սա իրավունք ունեմ ասեմ, բայց կասեմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, չէ։ Ովքեր չգիտեն, ինձ ասեց ուրիշ state-ով իջի։ Որովհետև Լոս Անջելեսը հիմա երևի թե մեծ ստեյտերում ավելի շատ են ստուգումները լինում եւ այլն, եւ դրանից հետո սկսեցի գնալ, չգիտեմ, Նյու Յորք, Մայամի, Նյու Յորքից էի գալիս Լոս Անջելես, ներքին ֆլայթերը արդեն ստուգումներ բան չկար, մի քիչ հեշտացավ, բայց դե արդեն քանի որ հետագայում այդ տարիների ընթացքում ծանոթացա իմ այս օրվա ամուսնու հետ, իմ ընտանիքի պատճառը դարձավ իմ ամուսինը, իմ ապագայի հետ ծանոթացա, իմ ապագայի հետ ծանոթացա, արդեն ժամանակս երկար էր այստեղ։ Էլի չէի ուզում, որովհետև այստեղ կյանքը արտիստի համար մի քիչ, այն արտիստի համար, ով արդեն ինչ որ կարիերայի հստակ ճանապարհ ունի, այստեղ մի քիչ դանդաղում է, որովհետև պիտի ամեն ինչը զրոյից սկսես։ Այո։ Ստիպված արդեն տեղափոխվեցի եւ մնացի։ Ուզում եմ խորհուրդ տալ, եթե թույլ կտաս, Լուսի ջան, այն մարդկանց, ովքեր լոյերներին տանջամահ են անում, բայց ես նրանց հասկանում եմ, որովհետև ես ունեմ ընկերներ, ովքեր նույն դրության մեջ են, անհանգիստ, անընդհատ լարված իրավիճակի մեջ, սպասում են ինչ որ պատասխանի։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ եթե ձեր դոկումենտները մի քիչ ավելի շատ տրամադրեք լոյերին, մի քիչ կարող է ավելի հեշտանա գործը։ Եվ հիմա մի քիչ նաև դժվարացել է, դանդաղացել է ամեն ինչ։ Այն ժամանակ, երբ որ ես դիմեցի իմ green card-ի համար, մի քանի հոգի էինք։ Ես էի, եթե չեմ սխալվում, Անդրեներ եւ Մուրզոն Արա Թորոսյանը, երեքս էինք extraordinary case։ Դրանից հետո նոր ակտիվությունը հայկական շոու բիզնեսում մտավ այստեղ դոկումենտներ դիմելու հարցում։ Ես կարող եմ ասել, որ իմ exhibit list-ով, որով ես ինձ հավաքում էի, թղթերս աղավնին իմ Մանուկյանով, որ մամայիս օգնում էր այնտեղից թղթերը ուղարկեն, շատ երգիչների համար ինքը այդ նույն list-ով տենց ուղարկում։ Բնականաբար ամեն մարդ իր լոյերին է ընտրում, ինքն է որոշում ում դիմի, ում հետ ավելի հեշտ կաշխատի։ Իմ լոյերը Մարգարիտան աշխարհի ամենախենթ լավ բառիս ամենալավ իմաստով եմ ասում կինն է, որովհետև նա
եթե кейսը վերցնում է, նա պետք է անի։ Այո։ Հենց այնպես չէր անի։ Ուղղակի մի քիչ դժվար է, որովհետև խնդիրներ ունենք հեռախոսին պատասխանելու, բայց նա եթե վերցրել է кейսը, հաստատ կանի։ Այդ բոլոր փաստաբանների խնդիրն է, Էմի ջան։ Ճիշտ է։ Հիմա դա նկատել եմ։ Ուրիշ հարցերով էլի զանգում են, ինձ հարցնում են, ասում են, չէ, իմ լոյերին վերջի անգամ զանգեցի, ոչ զանգեց հետ, ոչ հետ պատասխանեց, ոչ ասում է ինչ անեմ։ Հիմա ես հասկացել եմ, որ դա երևի ձեզ մոտ տենց գալիս է Պաշտոնի հետ չի գալիս, չէ, պաշտոնի հետ չի գալիս, ուղղակի մանավանդ իմիգրացիայի մեջ նայած փաստաբան ոչ բոլոր, բայց criminal family immigration, ինչու, որովհետև անձնական կապը շատ է, դա օրինակ personal injury չի, որ քո ավտոավարիան եղել է, օրինակ պետք է բուժվել, շատ logically ամեն ինչ բարձա դու insurance-ների հետ, եւ այլն, հետո trial, դատավոր, շատ involvement չունի անձը կամ շատ ինչ որ հա կարող է իր բուժումները բերի ներկայացնի, բայց ongoing ոնց որ ինքը ինչ որ խնդիր չունի, plus այդ իր անձնական կյանքը չի, որ այ ոնց է դուք դա ոնց որ քեզ Էմի ջան քան չէր հետաքրքրում, բայց բոլորին green card-ը հետաքրքրում է։ Ու այո, մանավանդ այսօր, որ դժվարացել է, այդ խնդրի շուրջ կա, որ անդադ անձը ուզում է զանգի փաստաբանին, որ ամեն ինչ-ինչ բան իմանա փաստաբանից, ու այդ արդյունքում եթե մի փաստաբան ու Մարգարիտան նույնպես ունեցել է մեծ case load, մենք էլ ունենք շատ մեծ case load հիմա, որտեղ մեծ իմիգրացիոն ընկերություն ենք, չեն կարող անձնապես բոլորին պատասխանել։ Փորձում ենք այդ կարծրատիպը կոտրել, փորձում ենք, որ մեր գրասենյակում կան 3-4 հոգի մենակ աշխատակիցներ։ Դա է ուզում ասել, այո։ Ովքեր որ հիմա 24 ժամ հեռախոսին պատասխանում են, բայց նաև ունենք անձին, ով ունեն իմ անձնական համարը։ Իմ մոտ էլ կան որոշակի պրինցիպներ, ես անձնական համարս ինչ եկել եմ 10 տարի առաջ ԱՄՆ, չեմ փոխել, չեմ էլ փոխելու եւ ունեմ այդ մեկ համարը։ Այնտեղ զանգում է թե իմ ամուսինը, թե իմ ընկերները եւ թե իմ կլիենտները։ Բայց երբ որ ես գործի մեջ եմ, դատական process-ի մեջ եմ, առավոտ 6-ին իմիգրացիոն հարցազրույցների եմ, բնականաբար այդ լուսին ասվածի վրա է եւ չեմ կարող զանգերին պատասխանել եւ չնայած ավտոմատ այդ նամակը գնում է խնդրում զանգարեք գրասենյակ բայց հաճախորդների կեսը չեն զանգարում դա մեր ազգի խնդիրն է որովհետեւ մենք բոլորս գիտենք որ անձնական հեռախոսին զանգելը դա նորմալ է եւ բոլորը միշտ պարտավոր են պատասխանել ես ինքս պատասխանատու մարդ եմ բայց քանի որ իմ գործը իմ կյանքի հոսքը այնպես չի որ ես օրինակ պիտի լինեմ դա ժամանակ չեմ կարող զանգի պատասխանել, ես մաքսիմում կարող եմ երգելուց այդ ընթացքում երբ միկրոֆոնը ձեռքս է, այդ պահին հեռախոսս չլինի։ Դա բնականաբար հասկանալի է, բայց եթե ինչ որ մեկը ունի անձնական համար լոյերի եւ երբ պետք է զանգել, զանգում է, լոյերը պատասխանում է, իրան թվում է որ անընդհատ պիտի այդպես լինի։ Դա մեր հոգեբանության մեջ է։ Չես կարող մեղադրել եւ կլիենտին եւ լոյերին, երկուսդ էլ պատճառաբանություն ունեք։ Ամեն դեպքում բոլորին ցանկանում եմ մի քիչ համբերություն, համբերատար լինելը կյանքում ոչ միայն green card-ի հարցում է օգնելու, նաև ամբողջ կյանքի ընթացքում է օգնելու բոլորիս։ Բնականաբար եւ այս օրերին, որ ամեն ինչ իհարկե բարթացել է, կավելացնեմ, որ այո, ճիշտ գիտես, Էմի ջան, ամեն ինչ ավելի բարթացել է, երկարել է, ցավոք մեր ներկայիս նախագահան չի ուզում ավարտված գործեր տեսնի, ավելի ամեն ինչ ասում են դրեք, հոլդի, ավելի երկրորդ անգամ ստուգեք, երրորդ անգամ, հիմա սկսել ենք մենք նեղություն տալ մեր ԱՄՆ-ի կոնգրեսմեններին, որպեսզի իրանք արդեն դիմեն միգրացիոն մարմիններ։ Համենայն դեպս ընդհանուր դա գլոբալ մի բան է, ոչ թե անհատապես միայն extraordinary case-երով, տարական ամուսնությունը, որ ժամանակին եղել ամիսներ եւ եթե անգամ ստուգել են, օքեյ, բայց դա ամիսներ է տևել։ Հիմա դա տարիներ է տևում։ Կարող եմ հարց տալ։ Այո։ Իսկ եթե кейսը հաստատված է եւ տվյալ անձը Հայաստանում է եւ դեսպանատունը շատ երկար ամիսներ паспорտը պահում է չի տալիս։ Դրա հաջորդ քայլը ի՞նչ է լինում։ Չի կարող չէ արդեն հաստատված кейսը ինչ որ, հա։ Ասենց պատասխանեմ Էմի ջան, եթե кейսը հաստատվել է extraordinary, որը տանում է green card-ի եւ դեսպանատունը անձնագիրը պահել է ու պատասխան չի տալիս, դա ուղղակի կապված է 75 երկրի hold-ի վերաբերյալ, որտեվ 75 երկիր, այդ թվում նաեւ Հայաստանը գտնվում են hold-ի տակ, հենց միտքը նա է, որ ամբողջ գործընթացը մինչեւ վերջ կատարվում է, դու անգամ մասնակցում ես հարցազրույցին, դու ստանում ես քո այդ բժշկական հետազոտությունների պատասխանները, արդեն որ պետք է անձնագիրը տամ, որի մեջ վիզան է, որով հետո կգաս ԱՄՆ
եւ կստանաս քո green card-ը, այդ փուլի վրա սարճում է գործը։ Եվ դա կոչվում է administrative hold, որը Mr. President Trump-ն էլ դեր է, որը անհայտ ժամանակով է, չգիտենք երբ կհանեն։ Սակայն հաշվի առնելով, որ ինչքան մնաց իրան։ Շատ, մինչև 28 թվի վերջ, եթե չեմ սխալվում, դե 29 թվի հունվարից նոր նախագահան կմտնի իր գործունեության մեջ, սակայն արդեն 2 օր առաջ 39 երկրներ այդ 75-ի ցանկից, որոնք համարվում են այդքան էլ ոչ ռիսկային, դա Իրանը չի, Իրաքը չի, Ռուսաստանը չի, ուզում են հավաքվել եւ դատի տալ պետդեպարտամենտին, որովհետեւ իրականում դա մարդու իրավունքների մեծ խախտում է։ Այդ թվում են նաեւ ծնողները, այդ թվում են նաեւ ամուսնական զույգերը, այդ թվում են բիզնես վիզայով հաստատված անձինք, ովքեր պասպորտը պահում են, այս մարդը աշխատանքի չի կարողանում ուրիշ երկրում գնա։ Այո, ցավոք, կան դեպքեր, որ անձնագիրը հետ են վերադարձնում, թուղթ են տալիս ուղակի, որ ամեն ինչ նորմալ է, ուղակի քանի որ administrative hold կա, մենք ընդհանրապես ձեզ նորից կկանչենք այն ժամանակ, երբ որ կկարողանանք վերադարձնել։ Իսկ եթե խոսքը գնում է ոչ ներգաղթային վիզաների մասին, մենք ունենք E2, որը ներդրումային վիզան է, L1, որը մենեջերի տեղափոխումն է մի կամպանիայից նույն կամպանիան ԱՄՆ, եւ այդ նման process-ի մեջ է, հաստատումներ ունենք, ամեն ինչ ունենք, մեզնից 7 հատ նամակ են ուզել, ամեն ինչ իդեալական է, հարցազրույցը անցել է, դեսպանատունը ուղղակի ասում է մենք administrative processing ենք անում, իր background-ն ենք ստուգում, արդեն 7-րդ ամիսն է, ինչքան էլ նամակ գրում ենք, իրենք ասում են, որ ոչ դեռ ստուգում ենք, ուտեղ ցավոք ԱՄՆ-ում փաստաբանները այդքան էլ ուժ չունեն դեսպանատան վրա, որտեղ իրենք ուղղակի ասեն, մենք կասկածում ենք, որ մարդը քրեական ինչ որ անցյալ ունի կամ քրեական ինչ որ գործի մեջ խառնված է, ուտեղ դու ապացույց չունես, որ հակառակ ապացույց կամ ձեզ ինֆո էլ չեն տալի նորմալ, որ արդյոք այդ դրա վերաբերյալ այդ administrative processing-ը ու մենք այսպես հայտնվում ենք ինչ որ փակուղի մեջ, ես ինքս իմ համար հասկացել եմ, որ Հայաստանից այսօրվա դրությամբ ու նաև ունենալով Հայաստանում գրասենյակ, մենք իմպերատորի մի մասը նաև Հայաստանում եմ, իդեպ ամիրյան 10 գովազդ եմ, էլի մենք մեզ գովազդ ենք, հասկանում եմ, որ 80%-ը մերժում է այսօր, թե ուսանողականների, թե տուրիստական եւ թե այդ ներդրում։ Վատ ժամանակաշրջանը։ Շատ։ Իրենք չեն ցանկանում մարդիկ միգրացիան կանգնել է, այսպես ասած։ Ինչ լավ էր, այսօր ձեր հյուրը եղա, լիքը հարցեր իմացա, պատասխաններ։ Համ հարցեր, համ մեր հաղորդման Էմի ջան գեր նպատակն է, ոչ թե մեզ գովազդելը։ Իհարկե բնական է մենք մեր ընկերության տակ է այդ ոդքասթը կատարվում, բայց ամբողջ նպատակը այն էր, որ մեր հայրենակիցներին տրամադրենք ճիշտ ինֆորմացիա, իսկ արտիստներին ում կանչում ենք իրենց պատմությունների միջոցով իրանք հասկանան, որ կա դժվարություններ ԱՄՆ-ում, սակայն ինչպես ասեցիր, համբերատար լինելու դեպքում լուծումներ էլ կան։ Իմ кейսի դեպքում ես ձեր հաղորդման իմաստը ամեն ինչը պոզիտիվ է լինում, որովհետև ինձ մոտ շատ արագ ստացվեց ամեն ինչ, շատ։ Ես ոչ մի խնդրեմ չունեցա, շատ շուտ եղան իմ դոկումենտները, միակ բանը այն էր, որ պետք էր իսկապես լավ բազա մատուցել իրավաբանին։ Եվ արի փաստենք, որ հետագայում քաղաքացիության համար նաև շատ կարևոր է, որ եթե դուք եկել եք տաղանդի վիզայով, շարունակեք ձեր գործունեությունը, որովհետև ինձ թվում է նաև քո դեպքում էլ քաղաքացիության հարցազրույցի ժամանակ հաստատ հարցրել էր, արդյոք գործունեությունը շարունակում ես թե ոչ։ Կարող եմ դա էլ պատմել, իմ բախտը նաև այդտեղ բերեց, որովհետև գաղտնիք չի, բայց խորհրդի կարգով կարող եմ ասել, որ առաջին վայրկյանից ես շատ հուզվող եմ։ Ընդհանրապես քննություններ հանձնելուց ես կարողա շատ լավ պատրաստված լինեի, բայց իմ քննության արդյունքները միշտ վատ գային, որովհետև ես հուզմունքից խառնվում եմ իրար եւ այլն եւ այլն։ Այդքան բանը հասկանալով, բնականաբար բոլոր հարցերի պատասխանները սովորել էի, ամեն ինչ գիտեի, մի քիչ թվեր հիշելու հետ խնդիր ունեի, բայց նաեւ դա էի պատրաստվել։ Բախտս բերեց, որ ես իմ խոսելու ճարպիկությամբ սկսեցի զրուցել այն մարդու հետ, ով որ իմ ինտերվյուն պետք է հետագայում վերցնել։ Առաջին քայլը, որ մոտեցա, ասի բարև ձեզ, ուզում եմ անկեղծ ասել, որ ես շատ հուզված եմ։ Ասի ես ամբողջ կյանքս երգել եմ 6 տարեկանից բեմեր եմ բարձրացել, բայց հիմա ավելի շատ հուզված եմ, քան այդքան բեմերում ելույթ ունենալուց։ Ասեց երգում ես, ասեցի այո, եւ սկսեցինք շփվել։ Շփումը, երբ սկսում է արդեն մարդու մեջ կոնտակտ է մտնում, սկսում ես ավելի հանգիստ տանել, չես ներվայնանում, չես հուզվում, հասկանում ես, որ դիմացինդ այո, կարող է բախտս բերելա լավ մարդ է եղել։ Բայց օրվա վերջ մարդ է, հաստատ այլ մոլորակային չի։ Երբ որ շփվեցի, հասկացա, որ իր հետ խոսելուց, օքեյ, կարող է ինչ-որ բան սխալվեմ, բայց մարդկային խոսակցությունը ինձ օգնեց։ Սկսեցինք զրուցել, հետո եթե
ճիշտ հասկացա, երևի Google էր արել, տեսել էր եւ այլն, հարցերը տվեց, իսկապես լավ պատասխանել եմ, ճիշտ պատասխանել եմ ամեն ինչ եւ նաեւ ասեմ, որ green card-ից հետո շատ երկար տարիներ հետո եմ паспортի դիմել։ Ես չէի շտապում, չգիտեմ ինչի, մարդիկ ասում են դուք լուբոյ րոպե կարող ես դիմես паспортը ստանաս, հանգիստ քո համար ապրես, ես չէի շտապում, բայց քանի որ COVID-ը սկսվեց, ես ասացի լավ, մեկը պարապենք, դիմեմ։ Դիմեցի եւ այդ երբ որ պիտի երթումը ուտեինք, ճիշտ բառ ասեցի, երթվեինք, երթման արարողության ժամանակ ամեն ինչ անցավ, Parking lot-ում էինք, երթվեցի եւ պետքա մոտենայի, որ սերտիֆիկատը վերցնեմ, մասկաներով էինք։ Եվ այն կինը, որ տալիս էր սերտիֆիկատը, ասեց ես չեմ հավատում, որ դուք եք, այսինքն կուզեք մասկաս հանեմ, ինձ թվաց ինքը նկատի ունի, որ նկարի մարդը եւ ես նույն մարդը չեմ, ասեց չէ, հարցը դրա մեջ չի, ես ուղղակի ճանաչում եմ ով ես դու, քո մամային եւ ամբողջ կյանքս ես եղել եմ իր մեծ ֆանատը եւ այդտեղ բնականաբար մամայիս դեպքերը նոր էր, դեռ թարմ էր ամեն ինչ, շատ հուզիչ էր ինձ համար, որ այս պահին ինքը իմ կողքին չի, բայց ես իմ գլխավոր ամենակարևոր արարողություններից մեկի ժամանակ էլի ինձ ինչ որ մի ձև ուժ է տալիս։ Այդ ինձ համար շատ հուզիչ էր եւ ես հասկացա, որ ուղղակի մարդկային հարաբերությունները այս կյանքում ամենակարևորն է։ Պետք է չվախենալ խոսել, որովհետև երբ չես խոսում, հավաքվում է մեջդ, հետո դառնում ես վատ չար անձնավորություն։ Եվ բացի դա այսպիսի հաճախորդներն էլ ասում, անկեղծ պատմեք, երբ որ նույն պատրաստում եմ հարցազրույցի, ասում եմ ընդհանրապես հարցազրույցի հաշվեք, ես եմ անձ է, էլի զգուշացնում եմ, կարող է վատ անձ լինի, կարող է մի քիչ discrimination անող ամերիկացի լինի սպիտակ, բայց օրվա վերջ մարդ է, անգամ թե ինքը ձեզ լարի, դուք շարունակեք այդ խոսակցությունը ու մի լարվեք, որովհետև հարցազրույց է սովորական։ Չէ, դա շատ կարևոր է։ Առաջին քայլից կարող ես կազմել քո հետագա 20 րոպեների ամբողջ ընթացքը։ Միանշանակ։ Էմի ջան տեղափոխվեցիր ԱՄՆ, ունեցար 2 հրաշք զավակ, ու մի քիչ կուզեմ պատմես, որովհետև ամեն դեպքում այո, իհարկե ընտանիք կազմեցիր, բնականաբար այդքան բեմում չէիր կարող լինել։ Արդյոք կարոտում էիր բեմը, արդյոք որոշել էիր հետագայում ստեղ շարունակեիր, ինչպես էր հետագա ընտանեկան կյանքը նախորդ Էմիի, ով այդքան շրջագայում էր եւ ավելի կին ընտանիքի մայր, եւ ես չեմ վախենա նաեւ ասել, որ շատ լավ մայր, անկեղծ կողքից ես շատ եմ լսել, որ Էմին իր տղաներին, անգամ կարծիք երեխեխ երեխաները հոգնում են մի պարապմունքից մյուս պարապմունք, բայց ու ասում եմ, որ անձամբ ես պետք է անեմ, թող բոլորը իմանան, որ այո, ինչքան էլ մարդիկ ամենեմ կարող է հնարավորություն ունեն, բայց այստեղ շատ լավ անգլերեն բառ կա luxury է, երբ որ դու քո երեխաներով ինքդ ես կարողանում զբաղվել։ Չէ, երևի իմ բախտը նաև այդ հարցում բերեց։ Գիտես, եկել եմ այն եզրահանգման, որ երբ որ մի բան քեզնից կյանքը տանում է, հետո ինչ որ մի բանի առաջ բացում է դռները, իմ ամուսինը այնպիսի անձնավորություն է, ով որ ինձ երբեք չի մերժել ոչ մի իմ ցանկության, կարող էր, չէ, ասել չես կարող երգել, երբեք այդպիսի բաներ չի եղել, բայց ուղղակի ես ընտրեցի այս կյանքի տեսակը, որովհետև ունենալով այդքան բուրըն կարիերա, շրջագայություններ, ամեն ինչ, ես այդ ամեն ինչի մեջից եկա միտեղ, որտեղ ամբողջ ծանրաբեռնվածությունը երկու այսքան երեխաների շուրջ է, որոնց համար դու ապրում ես։ Այո։ Եվ հասկացա, որ դա իմ կյանքի ամենագլխավոր նպատակն է, որպեսզի ես նրանց տամ այն, գոնե ինչի հասցրել են ինձ իմ ծնողները, ինչ որ բան ինձ տվել են իմ ծնողները, գոնե դրա կեսը տամ։ Այն ժամանակ մի քիչ ավելի հեշտ է եղել, կարող է հեշտ եւ դժվար, չգիտեմ, իրանց եթե հարցնես դժվար էր, որովհետև կոմունիստական ժամանակաշրջան էր, ամեն ինչ արգելված էր եւ այլն։ Հետո մամայից միշտ ասում է, տակդիրներ չկային այո, այո, բայց եթե ես հիմա համեմատեմ այն, թե ինչն է նրանց դժվարությունը եղել, ինչն է հիմա Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մոր ապրելակերպի մասին եմ խոսում, որովհետև Հայաստանում ամեն ինչը մոտիկ է։ Այո։ Հայաստանում ես ունեմ
մի ստադիոն բարեկամներ, ովքեր որ րոպեին սամալյոտը կանգնում է Երևանում, ամբողջ բարեկամներս գալիս են ու ամեն ինչ իմ փոխարեն անում են։ Այստեղ ես միայնակ էի, չունեի ոչ մի ընտանիքի անդամ, ունեի ընկերներ, որոնց չես կարող ոչ մի բան ասել, որովհետև մարդիկ ունեն իրենց կյանքը, իրենց զբաղվածությունը, իրենց աշխատանքը, որը իրենց ընտանիքն է պահում։ Միանշանակ։ Ես ընտրեցի իմ ուժեղ կողմը, որովհետև ես սովոր էի, որ ինձ համար միշտ պապաս, մամաս, իրենց հայեր խմբի եւ Դորեմի, MIB պրոդյուսերական կենտրոնի ամբողջ թիմը ինձ համար ամեն ինչ անում էր։ Այստեղ ես միայնակ էի բոլորի փոխարեն եւ պիտի մենակս այդ ամենը հասցնեի։ Ընտրելով այդ ուղին մտա ռիթմի մեջ եւ սկսեցի շարունակել։ Հեշտ չի։ Այստեղ ամեն ինչը շատ ավելի երկար է, դանդաղ է, նույնիսկ եթե բժիշկի ես գնում։ Այո, ամիստ։ Բժիշկի Տրածերն եմ գտել։ Հա, ասա իմի ջանասա մենք էլ օգտվում ենք։ Էլի նույն մարդկային հարաբերությունները, երբ լավ բուժքույրերի հետ ես ծանոթ լինում, ընկերանում ես, նրանք քեզ ամեն րոպե զանգիդ կարող են պատասխանել։ Ամեն ինչը պտտվում է մի բանի շուրջ։ Խոսք։ Այո։ Պիտի չվախենաս խոսես, հարցնես, խնդրես, եւ ինձ թվում է տենց բոլոր հարցերի պատասխանը կլինի։ Ոչ մի բան անվճար չի այստեղ։ Միանշանակ։ Հետո ժամանակն է այստեղ ամենակարևորը, ամենաթանկ բանը ինձ թվում է ամենուր դա հենց ժամանակն է։ Միջև մի տեղից վերցնում ես երեխային, որ տանես մյուս, չգիտեմ, դպրոցից դաշնամուրի դպրոցը, մեր տղաները զբաղվում են թենիսով, բասկետբոլ, շախմատ, դաշնամուր, ունենք tutor մաթեմատիկայի եւ նաեւ tutor ընդհանուր ամբողջ դպրոցի հետ կապված։ Այսինքն մենք շաբաթվա 7 օրը միշտ զբաղված ենք։ Մենք կիրակի օրը առավոտյան 2 ժամ թենիս ենք անում։ Չհաշված, որ 3 անգամ թենիս անում է շաբաթվա ընթացքում։ Ուզում եմ ասեմ, ինձ համար ես ժամանակ գտնում եմ այն ժամանակ, երբ որ գիտեմ, որ այդ պահին երեխաները ոչ մի բան չունեն։ Կամ երեխաները պարապմունքի են։ Կամ պարապմունքի են։ Եվ ամենակարևոր բանը, որ կարողացել եմ այս 2 տարվա մեջ հասկանալ, որ իմ առողջությունը ինձ համար կարևոր է, որպեսզի կարողանամ իմ երեխաների կողքը ավելի երկար լինեմ։ Ես ընտրել եմ իմ կյանքի համար մեկ բան եւ տղաներիս էլ ասել եմ, եթե դուք ուզում եք, որ ես ձեր բոլոր ակտիվիտիներին ձեզ կարողանամ տանել, ձեր բոլոր ծնունդներին ներկա գտնվեք, ընկերների հետ խաղալու գնաք եւ այլն, ես պիտի առողջ լինեմ։ Ինձ ընդհանրապես պետք է շաբաթվա մեջ ամեն անգամ 45 րոպե, որպեսզի ես զբաղվեմ սպորտով։ Այդ 45 րոպեն դա կլինի յոգա, պիլատես, թե ուժային ինչ-որ բան, ինձ օգնում է, որպեսզի եւ mental եւ ֆիզիկապես կարողանամ, որովհետեւ եթե մարմինդ չաշխատի, դու մարում ես, ամբողջ օրգանիզմդ մարում է։ Եթե մայրերը ինձ դիտում են, մարդիկ ովքեր ունեն զբաղված գրաֆիկ, դա ամենակարևոր բանն է, ինչ կարող եմ խորհուրդ տալ։ Ես էլ կարող եմ միանալ։ Ոչ սնունդը, ոչ մի բան այդքան կարևոր չի, ինչքան ֆիզիկական ակտիվությունը։ Միանշանակ ինքս արտանում եմ 6-ին, ինձ ասում են, «Օ, այդ պարապմունքներդ որ չանես, ավել բան կանես»։ Ասում եմ, այդ պարապմունքներս առավոտվա 6 AM-ա լինում ու եթե դա չանեմ, օրվա մեջ 8-ից 8-ը օֆիսում չեմ կարող ուղղակիորեն գոյատևել։ Եվ Հայաստանի հետ դա էլ է տարբեր, գիտես, լավ է խոսեցինք այդ մասին, օրինակ այստեղ մենք արթնանում ենք 6-ին եւ հասցնում ենք ավելի քիչ բան անել։ Այո։ Հայաստանում արթնանալով մարդիկ 10-ին, 11-ին ավելի շատ բան են կարողանում, դա էլ որովհետեւ տիրիտարիալն ամեն ինչ իրար հետ մոտիկ է։ Եվ դա էլ հեշտ չի անընդհատ, ասում են դու ես ընտրել, գնացել ես, չէ, ես չեմ ընտրել Ամերիկայում ապրելը, ես ընտրել եմ իմ ամուսնուն, ով որ կապնված է այստեղ։ Իր կյանքը, իր աշխատանքը, ամեն ինչը այստեղի հետ կապ ունի։ Բացի դա, ես էլ միշտ այդպես եմ մեկնաբանում, ասում երբ որ Հայաստանում ամուսնանում ենք, գնում ենք ամուսնու տուն, չէ՞, չեն գալիս ամուսնու հետ մեր տուն։ Հիմա իմ ամուսնու տունը ԱՄՆ-ում է, կներեք, ես չեմ ընտրել, նույնը ես էլ շատ մեծ տարիքում եմ եկել, ինձ շատ դժվար է եղել տեղափոխվել մեծ տարիքում 30-ից հետո ԱՄՆ ու նորից ամեն ինչ ստեղծել, այդ իհարկե շատ զրոյից ամեն ինչ ով գալիս է այստեղ պիտի պատրաստ լինի, որ զրոյից ինչ որ բան պիտի սկսի։ Հիմա ես կարողա ուսումնական գծով ոչ մի նոր բան չեմ վերցրել, բայց ինձ համար ես ընտրել եմ իմ երեխաների դաստիարակությամբ զբաղվելու 24/7 գրաֆիկը, որը նույնպես այդքան ընդհանրապես հեշտ չի։
Ընդհանրապես հեշտ չի։ Ավելի հեշտ կլիներ, եթե ես իմանայի առավոտ գնում եմ ինչ որ գործի համար նստած ժամով աշխատում եմ եւ կիմանայի, որ ես ժամը 5-ին դուրս եմ գալիս եւ վերջ, 1 ժամ կքշեմ աշխարհի ծայրը կհասնեմ տուն, 6-ին տանը կլինեմ եւ այդպես կավարտվի օրը, չէ։ Երբ դու ունենում ես ազատ գրաֆիկ, որը նվիրում ես քո ընտանիքին, այդտեղ ավելի դժվար է, որովհետև դու արդեն flexible ես լինում ընտրել ամեն ինչ։ Եվ եթե կարողանում ես, դա ավելի է գժվացնում քեզ, որովհետև եթե դու կարողանում ես 5 ժամվա մեջ 8 բան անել, ուրեմն դու կարող ես 6 ժամվա մեջ 15 բան էլ անել։ Դա էլ մի այլ խենթություն է, որ եթե մարդը կարողանում է, ընտրում է անելը։ Եվ ավելի դժվար է, որովհետև այո, ֆիքսված գրաֆիկ չի։ Ճիշտ է, հարցս մի քիչ անտեղին կլինի հաշվի առնելով քո այսօրվա գրաֆիկը, Էմի ջան, բայց միգուցե տարիներ հետո կարող է ուզենաս դպրոց բացել մեր ապագա երեխաների համար, ում կկրթես լավ։ Դա իմ բոլոր ընկերների խնդրանքն է, միշտ ասում են լավ էլի, մենք զանգում ենք, քեզ ենք հարցնում, ում կարելի է վստահել երեխաներին վոկալի, չգիտեմ, բեմական ինչ որ վարպետության հարցերում։ Դրա փոխարեն դու բացի այդ դպրոցը։ Ես միշտ ասում եմ, չէ, ես մամայիս պես նվիրյալ չեմ։ Ես չեմ ուզում իմ կյանքը նվիրել մի բանի, ինչը այո, դա շատ անշնորհակալ գործ է։ Ես մամաս ունեցել է հազարավոր աշակերտներ, մի անգամ ճիշտ է որ ասեմ, բոլոր այն արտիստները, այն մարդիկ, ովքեր սոցիալական կայքերում ինչ որ կերպ ավել պակաս հայտնի մարդիկ են, սուտ կասեն, եթե կասեն, որ իրանք կոմենտներ չեն կարդում, չէ, ես կասեմ, որ բոլորը կարդում են կոմենտները, մեկը կպատասխանի ծանր կտանի, մեկը չէ։ Ես մի օր տեսա կոմենտ, որտեղ ասվում էր, որ վճարել են, որպեսզի սովորեն մամայիդ դպրոցում, չէ։ Այո, բայց այդ վճարած երեխաներն են այսօր ինձ հետ կապի մեջ։ Վճարած երեխաների ծնողներն են ինձ հետ զանգում խոսում, մամայիս ծնունդը շնորհավորում։ Այն երեխաները, ովքեր անվճար գյուղերից տեղափոխվել են, աշխարհով պտտվել են, եղել են մամայիս սաները, նրանցից եւ ոչ մեկ այսօր իմ կողքը չկա։ Իմ ծոցն են քնել, մամաս մեր տուն էր բերում, ով որ չէր կարողանում։ Վայ։ Իմ ծոցն են քնել, այսօր մենք իրար հետ կապ չունենք, բայց դա էլ է նորմալ։ Դա մարդու ընտրությունն է, ինքը այդ ուղին ընտրել է, բայց ես չեմ ուզում դա։ Պատրաստ չեք։ Ոչ թե պատ չեմ ուզում։ Իմ ծնողները ամբողջ կյանքում ուզեցել են ապրել ուրիշի համար։ Իրանց տան ուտելիքը տվել են ուրիշին։ Ես կերել եմ մի կտոր, ուրիշին տվել են 10 կտոր, չեմ բողոքում ընդհանրապես։ Դա տեսակն է եղել իմ ընտանիքի եւ դա էլ նաեւ պատասխան է նրա, որ հիմա շատերը, երբ որ ինձ ինչ որ բան պետք է զանգում եմ, ինձ սիրով են պատասխանում։ Բայց ուզում եմ ասել, ես պատրաստը կարող եմ, ամեն ինչ կարող եմ։ Ես եկել եմ այն եզրակացության, որ ես իմ տեսակով ամեն ինչ կարող եմ։ Ուղղակի չեմ ուզում։ Դա իմ ցանկության հարցն է եղել։ Գուցե մի օր ինչ որ երբ որ երեխաները մեծանան, ինչ որ մի բանի զբաղմունք գտնեմ այդ ուղղությամբ, բայց դա հաստատ չի լինի այն 24/7 նվիրաբերումը, ոնց որ ձեր մայրն էր արել։ Այո, իհարկե շատ մեծ ներդրում ունի մեր երաժշտական ինդուստրիայում ձեր մայրիկը, շատ խոնարհվում եմ։ Մերսի։ Լավ, եւ իմ ամենասիրելի վերջին հարցը այդ բոլորին տալիս եմ Էմի ջան, չի եղել դեպք որ ասեն կլինի չպատասխանեմ, բայց ոնց կցանկանաս։ Եթե մեկ օրով քեզ հնարավորություն ընձեռվեր, որպեսզի լինեիր ԱՄՆ նախագահ, ինչ կփոխեիր կամ ինչ օրենք կընդունեիր։ Բայց մեկ օրով, շատ ժամանակ չկա։ Ինձ երբևէ ոչ ոք նման հարց չէր տվել։ Չէ, ես չէի ուզի նախագահ լինել։ Նախագահ լինել երկար կարող եմ պատասխանել։ Իհարկե։ Մամաս, երբ ընտրվեց ազգային ժողովի պատգամավոր, նա ինձ համար պարզ դարձավ, որ այն մարդը, ով որ Պաշտոն է զբաղեցնում, հա, իրանք մամաս դրա համար շուտ հրաժարական տվեց եւ շատ քիչ մնաց այնտեղ։ Պաշտոնը մարդուն ոչ թե փոխում է, որովհետեւ մարդը փոխվում է, չէ, պաշտոնը ինձ թվում է
փոխում է կողքի մարդկանց։ Եվ երբ շրջապատդ փոխվում է, քեզ ուրիշ տեսակ է տեսնում, դու չես կարող դրա տակից դուրս գալ։ Դա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է քո ուղեղին տալիս։ Հիմա ասենք եղբայրս օրինակ, որ չունեմ, զանգի, ասի դու պրեզիդենտ ես, չես կարողանում այս հարցը լուծես։ Ես պիտի ասեմ, ճիշտ է ասում, բայց ունեմ, մի արունակից ունեմ, ինչի չանեմ։ Բայց չեմ կարողանում։ Բայց նաև չեմ կարող, I mean կա երկու կողմը, եւ լավ կողմ կա, եւ վատ կողմ։ Դրա համար երևի ես ընտրեմ վատ կողմը, չեմ ուզում լինել։ Շնորհակալություն, չէ։ Շնորհակալ եմ։ Էմի ջան, մաղթում եմ ամենալավն ու բարին քեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալեցիր ինձ եւս մեկ անգամ։ Սիրով կուզեմ հետագայում էլ եթե առիթ լինի, շփվենք։ Մենք կարող ենք մեծ սիրով շատ երկար տարիներ շփվել, իրար օգտակար լինել, բոլորս իրար համար ինչ որ մի օր պետք ենք լինում։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Եվ ուրախ եմ, որ կա նման հաղորդում, որ կարող է մարդու աչքերը ինչ որ չափով մի քիչ բացել։ Դա արդեն այլ բան է, մարդը կընդունի թե չէ։ Կարևորը դու տալիս ես ինֆորմացիան։ Իսկ այսօր այս կյանքում ամենաթանկ բանը դա ինֆորմացիան է։ Շնորհակալ եմ, շարունակեք նկարահանել եւ մեծ պատմություններ բացել։ Սիրով։